Համեցեք Տիկին Ղազարյան։ Պարոն Միրզոյան, շնորհակալ եմ զեկույցը մանրակրկիտ ներկայացնելու համար։ Վարչապետը քարոզարշավի ընթացքում երևի վերջին օրը հայտնեց, որ մեր ապրանքներն այլևս կարող են գյուղատնտեսական տիպի ապրանքները մուտք գործեն առանց մաքսատուրքի Եվրոմիություն, կխնդրեի դուք մանրամասնեիք, որովհետև գիտենք, որ գյուղատնտեսական ապրանքներն իրենք պաշտպանված են առհասարակ Եվրոմիության տարածքում, արդյոք սա քաղաքական որոշման արդյունք է։ Շնորհակալ եմ, նաև շնորհակալ եմ գնահատականի համար, թեև չէի համաձայնվի զեկույցը, որ ես ներկայացրեցի, ամենևին մանրակրկիտ չէր, ես վստահ չեմ, որ դուք կդիմանայիք մանրակրկիտ զեկույցի ներկայացմանը, բայց ասելիք շատ կա, խնդրում եմ սա մեծամտություն չհամարել։ Ինչ վերաբերում է բուն հարցին, այո, իհարկե քաղաքական որոշում է, եւ մենք տեսնում ենք Եվրոպական միության մեր գործընկերների կողմից ամենաբարձր մակարդակով եւ նաեւ անդամ պետությունների կողմից մեծ պատրաստակամություն աջակցել Հայաստանի Հանրապետության ուրեմն տնտեսական, քաղաքական դիմակայուն, ժողովրդավարական դիմակայունությանը եւ նաեւ աջակցել Հայաստանի Հանրապետությանը ապահովել տնտեսական այդ բազմազանությունը, դիվերսիֆիկացիան, որի մասին շարունակաբար խոսում ենք, մենք ունեցանք քաղաքական պայմանավորվածություն, մենք ունեցանք քաղաքական հավաստումներ, չեմ ուզում մանրամասնել օրեր առաջ եւ այս օրերին ա տեղի ունենում ամեն ինչը ինքներդ վստահ եմ հիշում եք, մենք ունեցանք որոշ տեսակի գյուղատնտեսական ապրանքների արդեն առաքումներ եւ սպառում եվրոպական շուկայում, օրինակ ծաղիկները լավագույն օրինակն են Լատվիայում, այլուր եւս Նիդերլանդները, որը հասկանում եք ծաղիկների առումով բավական լուրջ ավանդույթ ունեցող պետություն է, Նիդերլանդները 3 հայտարարեցին, այո, որ պատրաստ են բացել իրենց շուկան Հայաստանում աճեցված ծաղիկների համար, սա այսպես թվարկում ենք բաներ զեկույցի ընթացքում, ասում ենք բաներ, որոնք թվում է թե շարք են լավ լուրերի կամ բայց ոչ շատ կարևոր, իրականում ասենք շատ էական մեծ քայլ է արված, օրինակ նույն Եվրոպական միության, նույն Նիդերլանդների թագավորության կողմից Հայաստանի նկատմամբ, հատկապես օրինակ Նիդերլանդները ծաղիկի առումով, եւ այս ավելի կոնկրետ մնացած պայմանավորվածությունները, որի մասին դուք հարցնում եք, քննարկման փուլում են, ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ, ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն եւ համաձայնություն կա, մենք մտնում ենք, ես կարող եմ ասել, տեխնիկական ձևակերպումների փուլ, կոնկրետ որ ենթադրենք լոլիկի մասով Եվրոպական միություն ինչպիսի ընդառաջ քայլ է անում եւ այլն եւ այլն։ Օրերի ընթացքում եւ առաջիկա շաբաթների ընթացքում, բայց նաեւ երկարաժամկետ, հարգելի գործընկերներ, դուք եւ մեր գործարարները եւ նաեւ ողջ հայ հանրությունը, հայաստանյան հանրությունը կտեղեկացվեք շատ կոնկրետ այս դեպքի հետո, այն դեպքի հետո, այն դեպքի այն ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը եւ ճանապարհը կա։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։